Ինչով եք հպարտանում։ Հպարտանում եմ իմ ուժեղ լինելով, հպարտանում եմ իմ ձեռքբերումներով, հպարտանում եմ դարձյալ զավակներովս այն ջերմ ու սիրալիր մթնոլորտը, որը տիրում է ընտանիքում։ Գիտեք հիմա ինչ իրավիճակ է ստեղծվել, երբ տուն եմ վերադառնում, այլևս ես չեմ հիշում, ես եմ երեխաներիս մաման, թե իրենք են իմ մաման, որովհետև այդ հոգատարությունը, այդ սերը, այդ քնքշանքը, թեկուզ մեկ գավաթ թեյը, դա հնարավոր չի չմոտիվացնի ու չստիպի ավելին արարել։ Դա էլ հենց այն արդյունքն է, ինչը որ դուք ներդրել եք։ Այո, իսկ նույնը վերաբերում է նաև բիզնեսներին, նույն սիրով, նույն մոտեցմամբ, դարձյալ պետք է վերադառնամ իմ ասածին, որ մի կողմից էմոցիոնալ լինելն է, մյուս կողմից թափ գնահատել, այս սիմբիոզի մեջ էլ հենց մեր ունիկալությունն է։ Ո՞րն է ձեր օրվա ամենասիրելի հատվածը, ամենապրոդուկտիվ հատվածը։ Առավոտը իհարկե։ Ես ամեն առավոտ, անկախ շաբաթվա օրվանից արթնանում եմ 5-ից 55 րոպե։ Ահա, մենք նման ենք։ Այո, հիանալի է։ Գիտեք, իմ համար առավոտը նորի սկիզբ է։ Իսկ ես սիրում եմ ամեն նորի սկիզբը։ Ժամը 8-ին ես արդեն գրասենյակում եմ, նախաճաշում եմ այնտեղ եւ սկսում եմ աշխատանքս։ Ամենաարդյունավետ օրվա ժամանակահատվածը առավոտն է։ Եվ երևի շուտ էլ քնում եք։ Փորձում եմ շուտ քնել, որովհետև աշխատանքային ռեժիմս գրեթե 24/7 է, պրոյեկտները շատ են, պատասխանատվությունը մեծ է, բայց փորձում եմ հանգստանալ, որովհետև այն ուղեղը գեր ծանրաբեռնվելով այլևս այն աստիճանի պրոդուկտիվ չէ, ինչը կարող է ավելի մեծ արդյունքներ գրանցել, դրա համար ես ստիպում եմ ինձ հանգստանալ։ Տալիս եմ այդ հնարավորությունը։ Կան հստակ ստանդարտներ, որոնցով առաջնորդվում եք յուրաքանչյուր բիզնես պլան կազմելիս։ Ստանդարտներ այո կան, մենեջմենտի գիտելիքներ կան, առկա է նաև փորձ, բայց ոլորտները տարբեր են, պրոյեկտները եւս։ Այսպես թե այնպես յուրաքանչյուր պրոյեկտի դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերում, կան նաև օրինակ արտադրական պրոյեկտներ, որտեղ պետք է արդեն ստանդարտներ ներդրվեն, պրոդուկտի ստանդարտացում իրականացվի, սա էլ մի առանձին պրոդուկտ է, որը մենք առաջարկում ենք։ Այ հետաքրքիր է, որպես մասնագետ, որ գրքերը խորհուրդ կտաք կարդալ մեր հեռուստադիտողին, ովքեր որ խորացել են կառավարման մեջ կամ միգուցե ուղղակի հետաքրքրված են։ Գիտեք, մենք ձեզ հետ միասին ապրում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում, կարճել որևէ գրքից ես չէի ցանկանա, որևէ գրողի, որևէ գործ առաջարկել չէի ցանկանա, փոխարենը կառաջարկեի, որպեսզի օգտվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների լայն հնարավորություններից եւ հարստացնեն գիտելիքները նաեւ բիզնեսի կառավարման ոլորտում, վաճառքների ոլորտում, հոգեբանական նաեւ գիտելիքները, որովհետև այսպես թե այնպես բանակցային հմտությունները զարգացնելու համար հարկավոր է ճանաչել դիմացինին, կարողանալ ճիշտ քայլ անել, ճիշտ մտորել, վերլուծական կարողությունները զարգացնել, բայց ամենակարևորը կյանքի գիրքն է, որը պետք է ընթերցել։ Իհարկե, դիմելու դեպքում, ձեր ընկերությանը դիմելու դեպքում ավելի լիարժեք կստանան ամբողջ պատկերը, բայց ամեն դեպքում այսպես հեռուստադիտողին փոքրիկ խորհուրդ։ Ինչ խորհուրդ կտաք բիզնեսի ղեկավարներին կառավարումը բարելավելու համար, փոքր բիզնեսի ղեկավարներին։ Գիտեք, երբ մարդը որոշում է կայացրել նախաձեռնելու բիզնես, դա արդեն մեծ քայլ է առաջ, մեծ ռիսկ է։ Խորհուրդ կտամ լինել կազմակերպված, խորհուրդ կտամ հաղորդել ունիկալություն իրենց պրոդուկտին, լինել ճկուն, լինել ամբիցիոզ, փորձել կառավարել իրենց առօրյա գործընթացները, ճիշտ մոտիվացնել անձնակազմին եւ հաշվարկել անպայման իրենց եկամուտը, լինել ուշադիր մրցակցային դիրքերի նկատմամբ եւ հաջողությունը իրեն երկար սպասեցնել չի տա։ Նաեւ դիմել մեզ, ինչու՞ ոչ։ Իհարկե, դե սա արդեն պրոֆեսիոնալ մոտեցում է։ Գիտեք, մենք երբեմն նաև օգնում ենք փոքր բիզնեսին մենթորինգի կարգավիճակում։ Այստեղ ուզում եմ նշել նաև, որ ինձ հետ իմ խորհրդատվական գործունեության հետ ձեռք-ձեռքի միշտ եկել է հանրային գործունեությունը։ Տարբեր կառույցներում ես ներկայացրել եմ բիզնեսի հավաքական ձայնը, իրականացրել եմ coaching, motivation, mentoring եւ պատրաստ եմ նաև որոշակի առումով օգտակար լինել փոքր բիզնեսին։ Իսկ դասընթացներ չունեք։ Ունենք առանձին հաճախորդների համար, իրենց թիմերի համար, կառավարման հմտությունները բարձրացնելու համար, վաճառքի հմտությունները, իհարկե ունենք։ Եթե վերցնենք որպես հաջողած պրոյեկտ, ապա որը կնշեիք։
Գիտեք, վերջերս շատ հետաքրքիր մի պրոյեկտ ենք նախաձեռնել, խոսքը գնում է Հայաստանում ամենամեծ օբսիդիանի հանքի մասին։ Մենք բացահայտել ենք, որ օբսիդիանը ունի հակաբակտերիալ էֆեկտ։ Ենթարկել ենք փորձերի եւ որևէ բակտերիա օբսիդիանի վրա չի զարգանում։ Սա տվեց մեզ մի հնարավորություն ու միտք օգտագործելու օբսիդիանը որպես սննդի բիզնեսում։ Հնարավոր է մատուցել օբսիդիանի ափսեների վրա եւ հիանալի մի մոտեցում է։ Ունենք եւս մի բեկումնային գաղափար, որի այս պահին կփորձեմ գաղտնիություն ապահովել, բայց դարձյալ գալիս է այդ անտիբակտերիալ էֆեկտից, որը կարծում եմ շատ մեծ եզակիություն ու արժեքայնություն կստեղծի մեր գործընկեր վանակատ ընկերության համար։ Իսկապես մեծ արժեք եք տվել, նոր միտք եք տվել ու երևի շուտով մենք էլ ականատես կլինենք եւ կիմանանք այս պրոյեկտների մասին։ Նաև հուսով եմ կօգտվեք։ Մարինա, իսկ ինչ պլաններ ունեք առաջիկայում։ Պլաններս էլ ավելի մեծ թվով բիզնեսներին օգտակար լինելն է, ավելի շատ իրացնելն է ինձ որպես գործարար կին, որպես հանրային գործիչ, սա շատ կարևոր մի ուղղություն է, որը շարունակելու եմ, շարունակել լինել մայր, որը ունակ է հավասարակշռելու աշխատանք եւ ընտանիք հաշվեկշռի մեջ ճիշտ իրեն դրսևորելու, ես միշտ փորձում եմ ժամանակ հատկացնել երեխաներիս։ Նրանցից յուրաքանչյուրը ունի իր օրը, իր ժամերը, որ մաման իրենց հետ է։ Սա շատ կարևոր է, որ չպետք է երբեք օրակարգից բացակայի։ Գործարար կինը միշտ այսպես թե այնպես գին է վճարում իր ընտանիքից, բայց մյուս կողմից էլ կան որոշակի կանայք, ովքեր ցանկանում են իրացվեն, ունեն գաղափար, ուզում են ստեղծել բիզնես, բայց ընտանիքը հետ է պահում։ Այս պարագայում արդեն երջանկության բանաձևը ապահովված չի լինում, որովհետև դու պետք է թույլ տաս, որ ընտանիքի մայրը, կինը լինի իրացված։ Այո։ Այդ դրա համար էլ ոսկե միջին այդ բալանսը պահելը շատ ճիշտ է։ Այո, հենց դրա մեջ է կյանքի որակի բանաձևը։ Ես կարծում եմ ձեզ մոտ ամեն ինչ այնքան ճիշտ է դասավորված, այնքան sense ներդաշնակ է մի տեսակ։ Տպավորությունը այդպիսին է, միանշանակ։ Շնորհակալ եմ շատ նման արժեքավոր կարծիք լսելու այնպիսի հմայիչ կնոջից, ինչպիսին դուք եք։ Շնորհակալ եմ Մարինա, որ մեր հյուրն եք եւ կիսվեցիք ձեր փորձով, ձեր խորհուրդներով։ Ես վստահ եմ, ուղղակի վստահ եմ, որ ունենալու եք ձեր բոլոր պլանները իրագործվելու են եւ ունենալու եք շատ լավ գործընկերներ, ընկերություններ, որոնք կդիմեն ձեզ։ Դե իսկ մեր հեռուստադիտողը իրազեկված եղավ եւ իմացավ եւս մեկ լավ ու շատ պետքական ընկերության մասին, որին հետագայում միգուցե դիմի։ Ձեզ եմ շնորհակալ նման էներգիայի փոխանակման համար, նման հնարավորության համար, իմ խոսքը հասցնելու նաև ձեր հեռուստադիտողին եւ բոլորին մաղթում եմ ամենայն բարիք ու հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Սանդոյան Management Consulting-ի հիմնադիր տնօրեն Մարինա Սանդոյանը, ով կիսվեց իր խորհուրդներով։ Դե իսկ ես հաղորդման փակման ժամանակ թույլ տվեք մի փոքրիկ անդրադարձ անեմ։ Լավագույն առաջնորդները նրանք են, ովքեր ամենից շատ շահագրգռված են շրջապատել իրենց օգնականներով եւ գործընկերներով։ Այնպես որ երբեք մի վարանեք հարցնել խորհուրդ, եթե դրա կարիքը ունեք։ Կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։